Սա երկար սպասված իրադարձություն է։ Աստղաբան Թամարա Գլոբան խոսել է 2026 թվականի ամենակարևոր իրադարձության մասին։ 2026 թվականը, ինչպես գիտենք, կարմիր, կրակե ձիու տարի է, հազվագյուտ և հզոր համադրություն։ Եվ սա լինելու է իսկական շրջադարձային կետ։ Թամարա Գլոբան ասում է, սա վերջի սկիզբն է, լճացման վերջը։ Պատկերացրեք մի ձիու, որը երկար ժամանակ կանգնած է եղել գոմում, դոփել իր սմբակները և վերջապես ազատվել։ Սա գալիք տարվա էներգիան է։ Նրանք, ովքեր վերջին տարիներին զգացել են ձմեռային քուն, վախեցել են գործել, ստիպված կլինեն արթնանալ։ Սա ժամանակ է ակտիվների, համարձակների, նրանց համար, ովքեր ունեն ծրագրեր և նպատակներ, բայց նրանց համար, ովքեր սովոր են հոսանքին համընթաց գնալ, դա կարող է մարտահրավեր լինել։ Տարին կլինի դինամիկ և պահանջկոտ ներգրավվածություն։ Այսպիսով, ինչ է մեզ սպասվում։ Կլինեն բազմաթիվ գլոբալ տեղաշարժեր, որոնք կազդեն բոլոր ոլորտների վրա, տեխնոլոգիաներից մինչև մարդկային հարաբերություններ և նույնիսկ ազգային սահմաններ։ Հայաստանը ըստ Գլոբայի վստահորեն կհետևի իր նոր ուղուն, սակայն առաջընթացի ճանապարհը հարթ չի լինի։ 2026 թվականի սկիզբը դեռևս կբերի անցյալի արձագանքները, հնարավոր են սահմանափակումներ, կապի, ինտերնետի և էլեկտրամատակարարման խափանումներ։ Գլոբան նույնիսկ ընդունում է համաշխարհային ցանցից ժամանակավոր անջատումների հնարավորությունը։ Որքան ավելի խիստ լինեն այս սահմանափակումները մարդկանց համար, այնքան ավելի հզոր կլինի հետագա ճեղքումը, ինչպես ամուր փաթաթված գարնանային բացում։ Կարմիկ մաքրում։ Սա վերաբերում է էլիտայի մեջ խոշոր վերադասավորումներին, իշխանության և հեղինակության համար պայքարին։ Մենք կտեսնենք շատ մարդկանց, որոնք կհեռացվեն աշխատանքից կամ կուղարկվեն բանտ, կամ պարզապես կենթարկվեն սահմանափակումների, նշել է նա։ Նման մաքրումների հիմնական ալիքները տեղի կունենան ձմռանը, մարտի սկզբին, հուլիսին և ամռան վերջին։ Եվ ինչն է լավը։ Տարին անցնում է արևի ուժեղ ազդեցության տակ, որը ուժեղացնում է հայրենասիրությունը, գեղեցկության, տոների և մարզական միջոցառումների նկատմամբ տենչը։ Նրանք այլևս չեն ասի զվարճանալու ժամանակը չէ, ժպտում է Գլոբան։ Սա սոցիալական ուրախությունների ժամանակ է, բայց նոր ժամանակակից տեսքով։ Ավելին, թվաբանության մեջ 2026 թվականը 1-ի և նույնիսկ 10-ի տարի է, որը խորհրդանշում է բոլոր սկզբերի սկիզբը։ Ստարտափները, նոր բիզնեսները և խոշորածավալ նախագծերը բոլորը կստանան կանաչ լույս։ Մայիսն ու հունիսը հատկապես բարենպաստ են լինելու, բայց զգույշ եղեք, հունվարը և փետրվարի վերջը նախագծեր սկսելու լավագույն ժամանակները չեն։ Ամենակարևոր կանխատեսումը, սա իհարկե վերաբերում է մի շարք երկրներում տեղի ունեցող հակամարտություններին։ Ըստ նրա, դիվանագիտական կարգավորումների ակտիվ փուլը կսկսվի օգոստոսին, իսկ գագաթնակետը և կոնկրետ որոշումներ սպասվում են աշնանը։ Այնուամենայնիվ, համաձայնագրերը խափանելու փորձերը հնարավոր են հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին, բայց դրանք հավանաբար հաջողությամբ չեն պսակվի։ Դե ինչ իսկ դուք ինչ կարծիքի եք այս ամենի մասին, հավատում եք Թամարա Գլոբայի կանխատեսումներին, թե ոչ։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում, չմոռանալով բաժանորդագրվել ալիքին այն չկորցնելու համար։